Վրաստանի սահման ու Բավրայի անցակետ տանող հիմնական ճանապարհներից մեկը Գյումրու Շիրակացի փողոցը հիմնանորոգվում է։ Մի քանի ամիս առաջ այստեղ հին ծածկն էին հեռացնում, այսօր արդեն նոր ճանապարհի ու մայթերի ուրվագծերը երևում են։ Մենք ամբողջ ծածկը հանել ենք, անցկացրել ենք ջրահեռացման համակարգ, բազալտից զարգացել, կատարվել է մայթերի ասֆալտապատման աշխատանքները։ Շինարարության համար կառավարությունը մոտ 880 միլիոն դրամ էր նախատեսել, սակայն աշխատանքների ընթացքում պարզ դարձավ, միայն ասֆալտը փոխելով խնդիրը չի լուծվելու։ Նախագծային փոփոխություններ են անում ու ինքը մոտ միլիարդ 300 միլիոն 400 միլիոն է դառնալու, մենք գոյուղինել ենք փոխելու Շիրակացի փողոցի։ Խնդիրը Գյումրիում տարածված է, ճանապարհը նորոգվում է, հետո պարզվում տարիներով չփոխված գոյուղին կամ ջրագիծը վթարային վիճակում է, ասֆալտը պիտի քանդել, խողովակ անցկացնել։ Ենթակառուցվածքներ շատ երկար տարիներ Գյումրիում փոփոխություն չի եղել, մենք գոյուղու համակարգեր ունենք, որոնք երևի սովետական միության ժամանակվա փոխված համակարգեր են ու բաց այդ ամեն ինչը երկրաշարժից հետո ամեն մեկը ոնց հարմար եղել իրան պսկվել է ու դրանց մեծ մասը փոփոխության կարիք ունի։ Գտնել խնդիրները, քարտեզագրել ու Գյումրիում ամեն տարի նորոգել 25 կիլոմետր ճանապարհ։ Վարչապետի հանձնարարականից հետո մի քանի խորհրդակցություն, քննարկումներ արդեն եղել են։ Նպատակն է գործը նոր մոտեցմամբ անել, չերևացող խնդիրները նախ լուծել, հետո անցնել ասֆալտին։ Այն ճանապարհահատվածները, որտեղ որ կպլանավորվեն իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ, վնասված կամ փոփոխման ենթակառուցվածքները պետք է փոխարինվեն։ Նախագծերը պատրաստ լինելուց հետո կհայտարարվեն արդեն շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթներ եւ կաշխատենք հնարավորինս գարնան բացվելուն պես մեկնարկել աշխատանքները։ Հիմա դեպարտամենտում ուսումնասիրում են ճանապարհահատվածները, որոնք մարզպետարանն առաջարկում է ներառել 25 կիլոմետրի ծրագրում։ Այս տարվա միջին նորոգումների ցանկում ընդգրկվել են Գյումրու մի քանի փողոցներ, այդ թվում Մուշ թաղամասը։ Երկրորդ մեծությամբ մեծ թաղամասն խիտ բնակեցված, կենտրոնական փողոցները Մուշ թաղամասի, նաև երկրորդական փողոցներ ունենք, փորձում ենք այս թաղամասը ամբողջացնել 26 թվականի ծրագրով դուրս գալ։ Մյուս տարի էլ ծայրամասերի փողոցների նորոգումը կլինի օրակարգային ճանապարհաշինական նոր քարտեզում առաջնահերթ տեղ են գտնելու այն ճանապարհները, որոնք կարող են քաղաքի երթևեկության մի մասը դուրս բերել կենտրոնից եւ թեթևացնել Գյումրու ծանրաբեռնված հատվածները։